մի հրաշալի, մի կարևոր խոսքով եմ ուզում այսօր կիսվել, որի վերնագիրը այսպես եմ վերնագրել. մի արա, գործ չունես։ Այս նորմալ, այս հեշտ հասկացվող վերնագիր եմ տրել այսօր, այն լեխ ախարայից հետո ավելի հեշտ է։ Մի արա, գործ չունես, այս արդայդությունը, ու գիտեք, շատ անգամ մենք այդ նշանը մի արա կամ մի կբիր կամ մի մդիր կամ գործ չունես, այդ նշանը մենք տեսնում ենք էլեկտրակայանների կամ ինչ որ էլեկտրասյուների ներքևում դրված է, մի գանգ է նկարած, չէ, երկու ոսկորներով ու շատ խիստ զգուշացում է մի արա, հետևանքը շատ վատ բան է լինում։ Ու գիտեք, Աստվածաշնչի մեջ կան այդպիսի նշաններ, ու շատ կան այդպիսի նշաններ։ Եթե ուշադիր կարդանք, այդպիսի նշանները խոսքերի տեսքով գրված են, երբ որ Աստված ասում է մի արա, գործ չունես, մի արա, կվնասվես։ Ամեն։ Գիտեք, մենք շատ անգամ մտածում ենք, որ այո, երբ որ Աստված ասում է մի արա, այս մի արա, այն մի արա, մենք մտածում ենք, որ Աստված փորձում է մեզ զրկել կամ հեռու պահել լավ բաներից նաև, չէ՞ սիրելիս։ Գիտեք Աստված ինչ է ուզում անել։ Աստված ուզում է, որ այն վտանգները, որը մենք չենք տեսնում, Աստված նախապես տեսնելով ու գիտենալով, մեզ ուզում է, որ մենք չվնասվենք, սիրելիներս։ Դրա համար ասում եմ՝ մի արա։ Դե չէ, ես կանեմ իմ մաշկից վրա կզգամ, իմաստուն չէ, սիրելիս։ Մեղմ ասած իմաստուն չէ։ Եթե Աստված ասում է մի արա, ավելի լավ է, ասում ես ոնց գիտես Տեր։ Բայց հետո ասես թե լավ, մի հատ անեմ փորձեմ, հա։ Դա կլինի երեխայություն։ Հեչ մեկս մեզանից այստեղ գտնվողներից, մեծահասակներից, երբեք հոսանքի մեջ ինչ որ երկաթային բան բաց ձեռքերով չենք մտցնի, որտեվ հասկանում ենք, որ մի արա, վնաս կա, բայց այդ հարիրը ավելի շատ երեխաներին, երբ որ համ գիտեն, որ վնաս կա, բայց չգիտեն ինչպիսի վնաս է։ Կամ ասում ես երեխային, ասում ես մի ոտքդ մցրա ջրի մեջ, նա անպայման մի հատ փորձելու է։ Մի հատ մտցնի, ինչ կլինի որ։ Գիտեք, մեծերին դա հարիր չէ, մեծերի համար դա արդեն անմտություն կարող է համարվել։ Գիտեք, Աստվածաշունչը շատ տեղեր, մեր հայրը, երկնային հայրը ասում է ու Առագացի 3-րդ գլխի մեջ գրված է այսպես. որտեղ մի մերժիր Տիրոջ խրատը, որովհետև Տերը ում որ սիրում է, նրան խրատում է։ Կարող ես հենց հիմա ասել, որ ես Տիրոջ սիրվածն եմ։ Դու Տիրոջ սիրվածն ես, դրա համար այսօրվա խոսքը կարող ես ընդունել։ Ամեն։ Որովհետև այսօր կարող են բաներ կա, որ դու խրատի նման գա քո կյանքի մեջ մտածես, բայց կարելի էր այսպես էլ վարվել, կարելի էր խույս տալ, կարելի էր ես ավելի ճկուն գտնվի այդ իրավիճակում, լսի սիրելիս, Աստված ավելի լավ գիտե։ Ամեն։ Մեզանից լավ գիտե ինչպես է մեր կյանքը ընտանալու։ Ու արեք առաջի տեղը, որտեղից որ կկարտանք սիրելիներս, Ղևտացիներ 10-րդ գլուխ եւ 8-րդ համարից կկարտանք։ Ղևտացիների գիրք 10-րդ գլուխ եւ 8-րդ համար։ Տերը խոսեց Ահարոնի հետ ասելով. Տիրոջ ժողովի վրանը մտնելիս գինի եւ օղի չխմեք, ոչ դու եւ ոչ էլ քեզ հետ եղած քո որդիները, որպեսզի չմեռնեք։ Դա հավիտյան կանոն թող լինի ձեր սենունտների մեջ, որպեսզի տարբերեք սուրբը պիղծից, մաքուրը անմաքուրից, եւ Իսրայելի որդիներին սովորեցնեք այն բոլոր կանոնները, որոնց մասին Տերը Մովսեսի միջոցով խոսել է նրանց հետ։ Տեսեք, այս Ղևտացիների գրքի մեջ մենք կարող ենք կարդալ ու ասել, թե այստեղ գրված է Ահարոնի ու իր որդիների համար, որ երբ որ Տիրոջ խորանը մտնեք, Ահարոն ու դու քո որդիները գինի ու օղի չխմեք։ Ինչի համար։ Որ ասում է չծռեք Տիրոջ խոսքը, անիրավության մեջ չծռվեք դուք էլ ու ուղիղ պահեք ամեն բան։ Գիտեք, հետաքրքիր է այն, որ
Երբ որ Աստված ասում է մի բան մի արա, դա անպայման ունի իր հետևից վատ հետևանք։ Չի կարող լինել մի բան, որ Աստված ասի մի արա, բայց չկա դրա պատճառը կամ հետևանքը, որ վատ է։ Ու այստեղ, երբ որ գրված է, որ գինի, օղի մի խմե, որ չծռես ու չծռվես, մենք կարող է մարդիկ կան մտածեն Ահարոնի իր որդիների համար է, երբ որ խորանն են մտնում, տիրոջ խորանն են մտնում, ծառայում են։ Գիտեք ինչն է փոխվել, սիրելիները։ Սա հին ուխտի մեջ է գրված։ Այո, հին ուխտի մեջ է գրված, բայց գիտեք ինչ է փոխվել։ Երբ որ Հիսուսը մահացավ խաչի վրա, այն խորանի վարակույրը, որը կար տաճարի մեջ, որը բաժանում էր սրբության սրբոցը եւ մարդկանց, այդ ժամանակ այդ վարակույրը վերևից ներքև պատրվեց։ Ու սա խորհուրդ է, որ Տիրոջ ներկայությունը դուրս է այդ վարակույրից անդին, դուրս է Տիրոջ ներկայությունը այդ խորանի փակված տեղից։ Տիրոջ ներկայությունը այստեղ է, Տիրոջ ներկայությունը Սուրբ Հոգու միջոցով, Սուրբ Հոգու հետ մեր մեջ է, մեր կյանքերի մեջ է։ Ու մենք չենք կարող բացառել ու ասել, թե սա վերաբերվում է միայն նրանց, ովքեր որ մտնում են Տիրոջ խորանի մեջ։ Այսօր բոլորս ենք Տիրոջ խորանի մեջ։ Ամեն։ Ու գիտեք, ես նաև լսել եմ մի այսպիսի միտք, որ մարդ ասում է, դե հա, ասում է գրված է, որ կմեռնեք, երբ որ դուք այսպիսի բաներ անեք ու մտնեք Տիրոջ խորանի մեջ կմտնեք, բայց ես ասում եմ չեմ մեռնում։ Ես օգտագործում եմ, բայց չեմ մեռնում։ Գիտեք, սա ինչպես ասեմ, սա դեռ երևացող մասն է, որ չես մեռնում։ Մի հատ մենք էպոս ունենք, հիշում եք Սասունցի Դավիթ էպոսը։ Երբ որ Մսրան Մելիքի հետ մենամարտի ժամանակ Մսրան Մելիքը գալիս է, անցնում է Սասունցի Դավիթը խփում է հետ է գալիս, այս Մսրան Մելիքը ասում է ոչ մի բան չեղեմ, մի զարգել դուր։ Ու ինչ ասում եմ, քեզ մի հատ թափ դուր, Մսրան Մելիք, մի հատ թափ դուր։ Ասում է թափ է տալիս, կդորների է բաժանվում։ Մի փոքր թափ տաս, կերևա, օք վնաս տվել է թե չէ այդ։ Բայց քան այսպես ցկված կանգնած ես, որ ոչ մի բան չի եղել, չի երևում։ Ամեն մի հատ փոթորիկ, մի հատ քամի, մի հատ իրավիճակ, միանգամից երևում է իշքան վնաս է տվել։ Իշքան վնաս է տվել փոխհարաբերությունների մեջ, իշքան վնաս է տվել բնավորության մեջ, իշքան վնաս է տվել Աստծո քո փոխհարաբերության ու կենտանության մեջ։ Ամեն։ Սա առաջի հայացքից է այդպես երևում, որ ոչ մի բան չի լինում, բայց եթե Աստված ասում է, ուրեմն մենք պետք է լինենք նախ առաջինը, ստապ ու զգոն քրիստոնյաներ։ Ինչի համար, որ վարորդները լավ գիտեն, թեկուզ մի բաժակ ոգելից խմիչք օգտագործելու պայմանում կարող են զրկվել անգամ վարորդական իրավունքից, բայց կան քրիստոնյաներ, որոնք չեն մտածում, որ կարող են զրկվել որոշ ավելի կարևոր բաներից օգտագործելով սխալ բաներ։ Ամեն։ Ու զգոն ու զգաստ են, որ հանգարց ու հանգարց ղեկին չնստեն, հանգարց ու հանգարց այդ անստապ վիճակով չվարեն։ Այո, մենք մեր կյանքը պետք է ստապ ու զգոն ունենանք մեր կյանքերի առաջ։ Պետք է մենք ուշադիր ապրենք։ Ամեն։ Այո, մենք իրականում մենք ազատ ենք մեր ընտրության մեջ, բայց մենք ազատ չենք հետևանքի մեջ, սիրելիս։ Մենք կարող ենք մինչև այդ ընտրությունը ազատ ենք ընտրել, այս ենք ընտրում, թե այն ենք ընտրում, որտեղ Աստվածաշունչը ասում է, որ ես ձեր ձեռքն եմ տալիս, կյանքն ու մահը դու ես կարող ընտրել, դու ես որոշողը, բայց երբ որ ընտրությունը կատարում ես, հետևանքը դու չես ընտրում։ Ես այս հետևանքը չեմ ուզում, ես այն մյուսն եմ ուզում։ Հետևանքը գալիս է ընտրության արդյունքում։ Ամեն։ Էլ հետևանքի հարցում մենք ընտրություն չունենք։ Սերներս արեք բացենք թվոց գիրկը։ Մի հրաշալի հետաքրքիր պատմություն, երևի թե դուք եք կարդացել ու կարող է եւ ձեր մոտ հարց առաջացի ինչի համար։ Թվոց 15:32 Երբ Իսրայելի որդիներն անապատում էին, տեսան մի մարդու, որ շաբաթ օրը փայտ էր հավաքում։ Եվ այդ փայտ հավաքողին տեսնողները նրան բերեցին Մովսեսի, Ահարոնի եւ Իսրայելի ամբողջ ժողովրդի մոտ։
բան տրեցին նրան, որովհետև դեռ չէին վճռել, թե ինչ պետք է անեն նրան։ Տերը ասեց Մովսեսին. այդ մարդը անպատճառ պիտի մերձվի։ Ամբողջ ժողովուրդը կքարկոծի նրան բանակատեղիից դուրս, եւ ամբողջ ժողովուրդը բանակատեղիից դուրս բերեց նրան ու քարկոծեց եւ նա մեռավ, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Եվ շարունակությունը գրված. եւ Տերը խոսեց Մովսեսի հետ եւ ասեց. խոսիր Իսրայելի որդիների հետ եւ ասա նրանց, որ իրանց համար ծոպեր կարեն իրենց զգեստների, քղանցքների, սերնդեսերունդ եւ քղանցքի ծոպերի վրա կապույտ մի ժապավեն տնեն։ Այդ ծոպերը պետք է ունենաք, որպեսզի տեսնեք այն ձեր մտքերին բերեք Տիրոջ բոլոր պատվիրաններն ու կատարեք դրանք, եւ չհետևեք ձեր սրտերի եւ ձեր աչքերի ցանկություններին, որոնց հետևից գնալով դուք մոլորվում եք։ Տեսեք մի պատմություն, որը մենք տեսնում ենք թվոց գլխի մեջ, որ մի մարդ փայտ էր ժողովում։ Այն որ ասում է անվնաս, անշար գործով էր զբաղված։ Ոչ մարդ էր սպանում, ոչ ինչ որ մեկին վնաս էր տալիս, իր համար գնաց է փայտ էր ժողովում։ Բայց մի բան կար այստեղ, որ խախտել էր նա։ Շաբաթ օրով էր գնաց է։ Այսինքն այն պատվիրանի օրում, որտեղ որ գրած է, որ ոչ մի գործ չպետք է անես։ Ու գիտեք շատ դաժան էր լուծում ասեմ, դաժան էր դադավջիռը ասեմ, մեր աչքերով դաժան էր ինչի, փայտ հավաքելու համար է մարդ սպանվի։ Կոպիտ է, չէ՞ մի քիչ լավ ենթադրենք, եթե մարդասպան լիներ, հա, կամ ինչ որ մեղ գործող լիներ, հա, քարկոզվեր կհասկանային Իսրայել ազգը մի տեղ կընտուներ, բայց այստեղ մտածում են լավ բանդի մեջ ենք, ու մտածում են լավ ինչ պետք է անենք այս մարդուն, փայտ է հավաքենք ան որ ուրիշ մեծ սխալ վատ բաներ չի արե, փայտ է հավաքե։ Ու Աստված շատ խիստ ասում է, ամբողջ ժողովուրդը պետք է քարկոծեն ու սպանեն այդ մարդուն։ Գիտեք որներ այստեղ Աստծո արտարությունը, Աստծո ճիշտ դիրքը ինչի մեջ էր։ Երբ որ այս մարդը այն մարդկանցից մեկն էր, ում կյանքում Աստված հրաշք էր գերությունից Եգիպտոսից էր հանե։ Այս մարդը այն մարդկանցից մեկն էր, ում Աստված իր կյանքի մեջ սոված չէր թողել մանանայր երկնքից տվե։ Այս մարդը այն մարդն էր, ում որ Աստված կարմիր ծովներ ճեղքը ու անցրել էր։ Այս մարդը այն մարդն էր, ում որ Աստված հրաշքներով, նշաններով կերակրել էր։ Բայց լավ փայտ է հավաքի, ուրիշ մեծ բան չի արել։ Բայց ինչի համար է փայտ հավաքի։ Այս հարցը տանք մենք մեզ։ Փայտ ինչի համար են հավաքում։ Կրակ վառելու տականալու համար, ճաշ եփելու համար, չէ՞։ Այսինքն, երբ որ Աստված ասում է շաբաթ օրը չանես, ես քեզ կկերակրեմ, նախորոք քեզ համար հոգ կտանեմ, գործ չանես, որ ես քեզ չեմ թողա, այս մարդը իր մտքի մեջ ասեց. դուք չգիտեք, բա որ սոված մնամ։ Դուք չգիտեք իմ կյանքիս մեջ, բա եթե ես չաշխատեմ, բա վարկերս ով եմ ուզելու։ Դուք չգիտեք իմ կյանք, եթե ես հիմա չանեմ ես երեխեքիս ով է կերակրելու։ Ինձ կասեք արի եկեղեցի, արի պաշտամունքներին, արի ծառայ, բա եթե ես գամ կիրակյորով ծառայություններին, դու ես երեխեքիս կերակրելու։ Ու սա ցուցադրական բան էր, որը անում էր այս կինը։ Ցուցադրական վատ օրինակ էր ամբողջ Իսրայելի համար։ Կասկածելու Աստծո խոսքի վրա։ Կասկածանք բերելու Աստծո խոսքի վրա։ Ու եթե այստեղ Աստված լռեր, չխոսար ու չասեր, ինչ պետք է անեն, սա շատ վատ հետևանք ունենար ամբողջ պատմության վրա։ Երբ որ մի մարդ կասկածելով Աստծո խոսքին, որի տեղիք Աստված երբեք չի տվել, չգիտեմ, նեղվածություն կարող է լինել, պրինցիպ կարող է լինել, բնավորության գծեր կարող է լինել, որի արդյունքում նա փորձեց այդքան մարդու առաջ ցույց տալ, այ ես աշխատելու եմ, ես փայտ հավաքելու եմ, ու դուք կտեսնեք, որ ես գնալու եմ, տականալու եմ, դուք մնալու եք, ու ես կտեսնեք, դուք կտեսնեք, ես կերակրվելու եմ ու կերակրելու եմ, բայց դուք սոված եք մնալ։ Գիտեք, Աստված չի հանդուրժում այդպիսի բաները։ Ամեն։ Աստված, մեր Աստված նաև խիստ Աստված է։ Աստված իր խոսքը բարձր է դրել։ Այո, պետք չէ Աստծո հետ
քայլել հագարակությունով, սիրելիս։ Աստծո հետ պետք է քայլել խոնարհությունով։ Աստծո հետ պետք է քայլել վստահությունով։ Աստծո հետ պետք է քայլել հնազանդության, այն նվիրումով, որ Աստված այո, արել է իմ կյանքիս մեջ հրաշքներ ցույց է տվել, անում է իմ կյանքիս մեջ ու Տերը չի թողա, որ ես սոված մնամ։ Մեր Հովիվ Սյոպան մի լավ խոսք ուներ, ասում էր, այն ժամանակ, որ այս խոսքը ասում էր, եթե 17 տարի Տերը ինձ ու իմ երեխաների սոված չի թողել, ես հավատացած եմ, մնացած տարիների մեջ է սոված չի թողա։ Ամեն։ Ամեն, Աստված հավատարիմ է, սիրելիներս։ Գիտեք, մի այսպիսի ճշմարտություն կա, մի այսպիսի միտք կա, որ այսպես են ասում են, եթե մի բանի վրա շատ երկար կենտրոնանաս նայես, դու կսկսես դա ցանկանալ։ Գիտեք չէ, որ դա իրականություն է։ Այդպես է, երբ որ դու մի բանի վրա շատ ես կենտրոնանում, շատ ես նայում, շատ ես սկսում ուսումնասիրել, անկախ այն բանից դու հագակրանք ունես այդ իրի նկատմամբ կամ այդ մարդու նկատմամբ, դու սկսում ես ժամանակ հետո սկսում ես համակրել արդեն։ Դու սկսում ես ցանկանալ արդեն։ Գիտեք, Աստված, երբ որ Ղովտին ու իր ընտանիքին հանում էր այդ Սոդոմ Գոմորի այդ ամեն ինչից, ասեց հետ չնայես հանգարց։ Ոչ մեկը հետ չնայեք։ Հետ չնայեք հանգարց, հետ չդառնաք։ Ոչ մեկը չնային բացի կնոջից, հետ դառավ այն ինչի մեջ, որ ինքը դեռ նայում էր, իր աչքերը մնացել էր ու դա վատ անդրադարձ ունեցավ, սիրելիներս։ Եկեք բացենք մի տեղ Հովհաննես Ավետարան 5-րդ գլուխ։ Հովհաննեսի Ավետարան 5-րդ գլուխ եւ 2-րդ խոսքից կկարտանք։ Եվ Երուսաղեմում ոչխարած դռան մոտ մի ավազան կա, որ եբրայեցեն Բեթեսդա է կոչվում, որ 5 սրա ունի, նրանցում խիստ շատ հիվանդներ կային, պարգած, կույրեր, կաղեր, չորածածներ, որ ջրի շարժվելուն էին սպասում, որովհետև Տիրոջ հրեշտակը ժամանակ առ ժամանակ վայր էր գալիս ավազանը եւ ջուրը շարժվում էր, եւ ջրի շարժվելուց հետո նրա մեջ առաջ մտնողը բժշկվում էր, ինչ հիվանդություն ունենար։ Գիտեք, այստեղ մի փոքր ուղում եմ կանգնիմ, այն հատված, եթե դուք Աստվածաշնչերի մեջ ձեր հետևում եք, այս երկու նախադասությունը ճագերտների մեջ է արված, ձեր մոդել, իմ մոդել, ինչի է ճագերտների մեջ արված, որովհետև այս հատվածը սկզբնական Աստվածաշնչի մեջ գրված չի եղել, հետագայում է ավելացվել։ Կարելի է այստեղից շարունակենք, որովհետև մենք չենք կարող այս ասել, թե Տիրոջ հրեշտակն էր իջնում, ինչ էր գալիս, ինչպես էր գալիս, որովհետև այստեղ ճագերտների մեջ է նշված ու շարունակություն ասում է, եւ այնտեղ մի մարդ կար, որ 30 եւ 8 տարի հիվանդության մեջ, երբ որ Հիսուսը նրան պարգած տեսավ եւ գիտած եւ արդեն շատ ժամանակից է նրան ասեց. «Կամենում ես առողջ լինել»։ Հիվանդը պատասխանեց նրան. «Տեր, մարդ չունի, որ երբ որ ջուրը շարժվում է, ինձ ավազանի մեջ գցե։ Եվ մինչև որ ես գալիս եմ, ուրիշ ինձանից առաջ իջնում է մեջը»։ Հիսուսը նրան ասեց. «Վեր կաց, մահիճդ առ, ման եկ»։ Եվ մարդն իսկույն ողջացավ եւ վեր առավ իր մահիճը, ման էր գալիս եւ շաբաթ էր։ Հրեաներն էլ ասեցին. «Շաբաթ է, արժան չէ քեզ, որ մահիճդ վեր առնիս»։ Եվ նա պատասխանեց նրան եւ ասեց. «Ինձ բժշկեց նա եւ ասեց ինձ. մահիճդ առ եւ ման եկ»։ Նայեք մի հատ հետաքրքիր պատմություն։ Մի մարդ, որ 38 տարի հիվանդության մեջ էր։ Գիտեք, ինձ այս պատմության մեջ ինչն էր շատ տպավորել, որի վրա ես շատ եմ մտածել, ինչը կարող է պատճառ լինել։ Ոչ թե որ հիվանդ էր 38 տարի, այլ ինձ զարմացրել այն փաստը, որ 38 տարի հիվանդ եղնելով նա չուներ մեկին անգամ, որ իրան օգներ այդ գործողությունը կատարեր։ Մի հատ բարեկամ չուներ, մի հատ ընտանիքի անդամ չուներ։ Լավ, բարեկամ, ընտանիքի անդամ կարող է մարդ չունենալ, բայց գոնե ծանոթ, հարևան, ընկեր,
Կարող է ունենալ, թե չի կարող ունենալ մարդ։ Կարող էր մարդ ունենալ մի ծանոթ, որին խնդրեր իրան օգներ։ Ես չեմ տեսել այսքան ժամանակ մի մարդու, ով չունեցե ոչ մեկը ու ոչ մեկ չի կարողացել։ Ինչն է պատճառը կարող է լինել։ Կարող է լինել բնավորությունը վատ, որ ոչ մեկը չի ուզեց իր այդ շփվի։ Բայց մեկին էլ չունենաս քու կողքը, սիրելիս, որ քեզի օգնե։ Գիտեք ու նայում ես այս պատմությունը, շատ հետաքրքիր պատմություն է, ու ասում է, այո, չգիտենք ինչպես էր խառնվում, ինչն էր խառնվում, ով էր խառնում, որովհետև ճագերտների մեջ է գրված այդ պատմության սկիզբը, բայց գիտենք, որ այո, ինչ որ բան կատարվում էր, ու առաջին մտնողը բժշկվում էր։ Գիտեք, ամենակարող Աստվածը, ամենակարող Տեր Հիսուսը եկե կանգնել էր այս կնոջ մոտ, այս կին այնքան էր նայել ջրհորին ու տարվել էր ամեն օր այդ ջրհորով, ամեն անգամ կենտրոնացած էր այդ ջրհորի վրա, որ Տիրոջը կողքը չէր նկատել։ Եթե մենք շատ անգամ կենտրոնանում ենք մի բանի վրա, որը օգուտ չի տալիս, բայց մեր ցանկությունն է, մեր երազանքը դա է, բայց ինքը օգտակար չէ, սիրելիներս, Աստված ունի մեր կյանքի մեջ ավելի օգտակար բան, քան մենք կենտրոնացած ենք տարիներով դրա վրա, որից որ ոչ օգուտ կա, ոչ զորություն կա։ Գիտեք որն է դա նման ինչի, երբ որ մեկը սիրարված է ինչ որ մյուսի վրա, բայց միակողման ինքը սաղ կյանքը երազում է իր մասին, նկարները ամեն տեղ ունի դրած, հեռախոսի մեջ իր համարն ունի, նկարները քաշած ունի, ամեն տեղ ունի, բայց ընդհանրապես այդ աղջիկի համար ինքը չկա։ Ու տարիներով է այս նույն պատմությունը։ Գիտեք, սա ցավալի է։ Սա ցավալի է, մի օր ինքը իր հայացքը կդրե այդ վիճակից ու իրավիճակից, որ տեսնե իր կողքի կանգնած փրկությունը։ Շատ դեպքերում մենք այո, մեր օրհնությունն ու բժշկությունը մեր ընտանիքների ու մեր կողքն է։ Մեր քույրերի ու մեր եղբայրների մոտ է, բայց մենք ուրիշ տեղ ենք ման գալիս։ Շատ անգամ այո մեր ընտանիքների մեջ է մեր ուրախությունն ու խաղաղությունն ու բժշկությունն ու հաջողությունը, բայց մենք ուրիշ տեղեր ենք ման գալիս։ Գիտեք մի հրաշալի Աստծո մարդ կար, Սմիթ Վիգլսվորդի մասին լսել եք երևի։ Նա հավատքի հզոր մարդ էր, ում ձեռքերով Աստված գործել է հրաշքներ, հիվանդներ են բժշկվել, մահացած մարդիկ են հարություն առել, գերբնական զորություններ է գործել, բայց գիտեք իր կյանքում մի հիվանդություն է եղել, որը փոքրուց դեռ մանուկ հասակից իր մոտ եղել այդ հիվանդությունը ու շատ երկար տարիներ, մոտ 30-40 տարի նա այդ հիվանդության մեջ է եղել, որի հետևանքը արյունահոսություն է եղել։ Ու ինքը ասում է, ես արդեն մտածում եմ, որ դա նորմալ է։ Պետք է տեղերն ընդունեմ, այդ տեղերը, որոնք որ նշանակած է, ու այդպես ապրեմ մինչև իմ կյանքիս վերջ։ Ու ինքը արդեն սովորել էր դրա մեջ։ Ու ասում եմ, մի օր այնքան էր արյունահոսությունը շատացել իմ կյանքիս մեջ, որ արդեն ուժասպառ է եղել, չէի կարող տանից դուրս գալ աշխատանքի, գնալ, նա եղել է փագանակորց, չէ, ճիշտ եմ ասում, սլեսար ռուսերեն։ Փագանակորց, ու գիտեք ինչն էր։ Ու ասում է, այդ հիվանդության մեջ նա պարգած է ու ասում է բժիշկ են կանչում։ Բժիշկը գալիս է, ստուգում է, նայում է, ասում է այնքան ես բարտացրես իրավիճակը, որ ես հիմա քեզ հենց այս պահին չեմ կարող օգնել։ Գնամ հիվանդանոցից ուրիշ դեղամիջոցներ ու ուրիշ սարքավորումներ բերեմ, որ կարողանամ մի քիչ գոնե քեզ օգուտ տամ։ Ու ասում է այդ իրավիճակի մեջ հանգիստ պարգած մտածում է երբ է բժիշկը գալու, երբ է այդ գալու, որ ինձ օգուտ տա։ Ասում է այդ պահին մեր եկեղեցուց, ասում է թե ինքը հովիվ է եղել եկեղեցու։ Ասում է մեր եկեղեցուց մի քույրիկ, ով ոչ ծառայության մեջ է, ոչ ինչ որ պարկևի մեջ է։ Ասում է եկավ դուրը թագեց, բացեց կինս, ասում է ուր է հովիվ Սմիթ, ասում է վերևը պարգած է հիվանդ, ասում է Աստված ինձ ուղարկել է, որ աղոթեմ իր համար։ Ասում է խնդիր չկա, գնանք։ Գնում են, այս քույրիկը աղոթում է իր համար, մի անգամից արյունահոսությունը դատարում է, մի անգամից բժշկություն է գալիս։ Ու այդ ընթացքում Սմիթ Վիգլսվորդը հելնում է իր գործիքները հավաքում, ասում է գնամ մարդկանց ջրերը մնաց, մարդկանց գործերը մնաց, գնամ հավաքեմ, կինը զարմացած ասում ուր ես գնում։
Նոր բարգած էր 5 րոպե առաջ, ասում ես արդեն լավ եմ, գնում է, ու գիտեք որն է դարքիր, մի քանի րոպե հետո բժիշկն է գալիս։ Այդ իր պայուսագով բանով շուտ բարձանում է վերև, կինը ասում է ուր ես գնում, ասում է հիվանդի մոտ, ասում է հիվանդը տեղում չէ, ոնց ասում է տեղում չէ։ Ասում է իրան չէր կարելի շարժվել, ասում է ինքը արդեն գործի է գնացել, ոնց ասում է գործի է գնացել, ինքը կմահանա, չի հասնի տեղի հետ այդպես է, ասում է չի մահանա, ինքը բժշկվել է։ Գիտեք իրականում եթե մենք ես դու մտածենք որ այո այս տեղից այն տեղից է մեր օրհնությունը այս սարից է այն սարից է Աստված իր ճանապարհ ունի քեզի ունի բժշկելու Աստված իր պարզ լուծում ունի մեզի բժշկելու իսկ մենք բարդ լուծումների վրա ենք կենտրոնանում շատ դեպքերում չի կարելի այսպես շուտ հեշտ ամեն բանը Աստված կարող է նաև հեշտ անել ամեն Եկեք մեր ժամանակը խնայելով մի պատմություն նայենք Չբացենք, բայց ես գիտեմ, որ բոլորդ էլ գիտեք այս պատմությունը։ Անառակ որդու վերադարձն է գրված, չէ՞։ Երբ որ մի որդին իր ծնողից ուզեց այն ինչ որ իրան էր պատկանում, առավ ու գնաց։ Գիտեք, ես այդ պահին մտածում եմ, որ իր հերը ինչ պետք է ասեր, թե մի արա։ Վերնագիրը կասեր։ Մի արա, գործ չունես տղա ջան։ Ասում է, չէ՞ էլի, տուր գնամ։ Մի արա Իմ սիրտս ոչ թե ֆինանսների ու ունեցվածքի վրա է ցավում։ Ես քեզ համար եմ մտածում։ Քեզ պաշտպանելու համար եմ ասում։ Մի արա գործ չունես։ Տղեն չէ։ Տուր իմս է, տուր ես կգնամ։ Վերցրեց գնաց։ Մենք գիտենք այդ պատմությունը ինչով ավարտվեց, չէ՞։ Տղան գնաց, բիզնես դրեց, հարստացավ, ամուսնացավ, լավ ընտանիք կազմեց, չէ՞։ Ճիշտ է, ով է համաձայն ձեր բարձրացն է։ Մարտիկա ձեր են բարձրացնում։ Չէ, սիրելիներս։ Չէ։ Նա գնաց, հաջողություն չունեցավ, խոզերի կերագուրից կերավ, գումարներ վատնել էր արդեն, սխալու վատ բաների վրա, այն ինչ որ հերը իրան ասել էր, մի արա գործ չունես։ Բայց ինքը ուրիշ ձև էր մտածում որ իրան հերը պետք է ասեր։ Պետք է պատվալ գծեր դուրը փագեր վրեն ասեր չես գնա։ Ու վերջ։ Բայց քանի որ հերը պատվալ չեր գծե դուրը չեր փագի ու մն կարել էր։ Չէ, այդպես չէ, սիրելիներս։ Աստված, մեր Աստված մեզ այդպես է զգուշացնում։ Քո վրայի տրված ավակները, հովիվը այդպես են քեզ զգուշացնում։ Մի արա Ոչ թե գծում են պատվալ կամ դուրը փագում են, որ ասես, ահա, այսի իրանց որոշումն է, իրանց լուծումը մենակ էս ձև է, չէ։ Ասում եմ մի արա, գործ չունես։ Մնացածը դու ես որոշողը։ Հետևանքը դու ես քաշողը։ Ու գիտեք որն էր հետարքիր։ Որ այստեղեն երևի մտածում էր, ինձ մի բան չի լինի, հանգիստ եղի։ Կամ բոլորն էլ անում են, իմ կյանքում է կստացվի։ Բոլորի կյանքում կարող է ստացվել է։ Կամ միանգամից ոչ մի բան չի պատահի։ Գիտեք ու այս ձևի մտածելով ու հենց այս ձևի մտածելով մեղքը սկսում է կամած սկսել իր գործը անել մարդու կյանքի մեջ։ Գիտեք որն էր բայց հետարքիր, երբ որ այս գնաց, հասկացավ, հետ եկավ։ Շատ լավ որ մարդը հետ է գալիս, սիրելիս։ Այս տեղը ամենակարևորն է, երբ որ մարդը հասկանում է, որ ինքը սխալվում է, հետ է գալիս։ Մարդիկ կա հասկանում են, որ սխալ են արել։ Մենք ասում ենք չոր կող, չէ՞։ Չոր կողի են ընկնում, հետ չեն գալիս։ Ու իրանց կողքը ծաղիկներով, նկարներով, սիրուն բաներով, ֆոտոսեսիայի էկրաններով են զարդարում, մեր մոտ ամեն ինչ լավ է։ Պատկերացրեք, այս տղան այն խոզերի մոտ, այդ ամեն ինչի մոտ մի երկու հատ նկար ուղարկեր հորը, ասեր նայեք իմ խոզերս են արդեն։ Նայեք ես ինչ ֆերմաներ ունեմ, բայց ում ես վնաս տալիս քո սդով։ Եթե վատ ես, հետ արի։ Եթե վատ ես, հայրը սպասում է քեզ։ Եթե վատ ես, մենք սպասում ենք քեզ։ Գիտեք ու մտածում եմ հոր այս վերջերը կիսում եմ մեր խմբագի մեջ ասում եմ Ես այնքան եմ ուզում, որ իմ մեջ ու տեսնեմ, որ
այստեղ եկեղեցու մեջ էլ այդ մթնոլորտը լինի, որ այն մարդը, ով որ վնաս է տվել, դե պարզ է երևում է, չէ, վնաս տվեց հորը, գնաց, չէ, թե հոր համբավին վնաս տվեց, թե հոր հունեցվածքին վնաս տվեց, վիրավորեց, արհամարեց, անարգեց, գնաց։ Բայց մենք կարող ենք այդ վերաբերմունքը մեր հանդեպ ունեցողին ընդունենք ուրախությունով, իր հանդեպ քաղցր վերաբերմունքով, նաև ֆինանս կամ խնջույք կազմակերպելով իր համար, որ եկե։ Գիտեք, սա շատ մտածելու տեղիք է տալիս։ Ինձ ու քեզ իմ ու քո հանդեպ սխալ վարվողի հանդեպ, որ երբ որ հետ կան նա նորից եկեղեցի, մենք ինչ կասենք, հիման չի եկե, չէ, կամ հմի ում եկավ քծելու կոբից եմ էլի, հա, կամ ես ինչ գործ ունի ստեղ, ինչի համար է եկե, գիտեք առաջի կարող է հայացքը տպավորությունը մի բառեր լինի, որ առաջինը մեր սրտից կարող է դուրս գալ, բայց ճիշտը հոր վերաբերմունքն էր, հոր վերաբերմունքն է, մենք այստեղ բոլորս պետք է ունենանք հոր վերաբերմունքը, ինչ էր է, չի էր է, մենք սրդեր քննող Աստված չենք, մեր սրդեր քննող չենք ու չգիտենք իր սիրտը ինչպես է, որ հետ է գալիս, մենք ընդունող ենք սիրելիներս, եկեղեցին ընդունող է, ամեն, արեք գնանք առաջ, թվոց 29-րդ գլուխը և 7-րդ համարից կկարտանք։ Չէ, կներեք սխալ եմ բացես երներս, հիմա ասեմ որն է, թվոց 20, որն է ասե որ, հա, թվոց 20, և 7-րդ խոսքից, և Տերը խոսեց Մովսեսի հետ և ասեց, արք ավազանը դու և քո եղբայրը Ահարոնը հավաքեք ժողովրդին և նրանց աչքի առաջին ասեցեք ապարաժին, և նա կդա իր ջուրը, դու ապարաժի ջուր կհանես նրանց համար, կխմեցնես ժողովրդին և անասուններին, և Մովսես առավ գավազանը Տիրոջ առջևից, ինչպես որ նա պատվիրել էր իրեն։ Եվ Մովսեսն ու Ահարոնը ժողովրդին հավաքեցին ապարաժի դիմաց, և Մովսեսն ասեց նրանց. լսեցեք հիմա, ով ապստամբներ, այս ապարաժի ջուր հանենք ձեր համար։ Մինչև այստեղ կարդանք, մի հատ հասկանանք ինչ է պատմությունը։ Ժողովուրդը շատ երկար անապատի մեջ անցնելով, գիտեք, այս սկիզբը չէր, այս արդեն վերջերն էր անապատից դուրս գալու։ Այստեղ իրանք շատ հրաշքներ էին տեսել մինչև էս, շատ նշաններ էին տեսել, շատ գերբնական բաներ էին տեսել, կասկածելու տեղ չունեին, անհավատալու բան չունեին։ Իրանք էլի ջուր էին խնդրում ու Մովսես այստեղ ասում է բարգացած էր։ Գիտեք, երբ որ մարդը բարգացած է, կարող է սխալ բաներ անել։ Ասում է բարգացած ասեց, արեք, նայեք, եւ մենք ձեզի համար ջուր ենք հանելու։ Այդ ով էր ջուր հանելու, որ Մովսես չան։ Տեսնիք այստեղ Մովսեսը այսքան ժամանակ ինչ հրաշք որ Աստված իր միջոցով արել է, երբեք Մովսեսը չի ասել ես եմ արել կամ մենք ենք անելու։ Ամեն անգամ ասել է Աստված արեց, Աստված այսպես ասեց, Աստված ձեզի ջուրել կդա, միսել կդա, բայց այստեղ տեսնում ենք, որ Մովսեսը իր բարգության մեջ ասում է մենք ձեզի համար ջուր ենք հանելու։ Սերնից առաջի սխալը այդ բարգության մեջ էր։ Երկրորդ սխալը, որ ինքը չէր ջուր հանողը, Աստված էր ջուր տվողը։ Ու շարունակությունը տեսնում ենք հետևանքը։ Եվ Մովսեսն ու Ահարոնը ժողովրդին հավաքեցին, եւ Մովսես իր ձեռքը բարձրացեց ու գավազանով երկու անգամ զարկեց ապարաժին եւ առաջ ջուր բխեց։ Եվ ժողովուրդն ու նրանց անասունները խմեցին։
Տերն ասեց Մովսեսին եւ Ահարոնին. «Քանի որ դուք չհավատացիք ինձ, որպեսզի սրբացնեք ինձ Իսրայելի որդիների աչքերի առջև, դրա համար դուք այս ժողովրդին չեք տանի այն երկիրը, որ տվել եմ նրանց»։ Նայեք ինչ ցավալի փաստ։ Աստված ասում է. «Ես ձեզ էլ չեմ օգտագործելու, որ տանեք իմ ժողովրդին այդտեղ»։ Ինչի համար Աստված իմ մարդ ես խփեցինք հիմա ինչ կլինի դրա մեջ։ Չէ, գիտեք, եթե մարդը սխալվում է, մի անգամ սխալվում է, որոշ տեղ հասկանալի է։ Գիտեք, ստեղ որն էր այն փաստը, որ ինքը չէր սխալվում, ինքը գիտեր ինչ է։ Երբ որ ասում է երկու անգամ խփեց։ Երկու անգամը գիտեք ինչ է խորհրդանշում, որ ես համոզված եմ։ Երկու անգամը նշանակում է, այո, ես հաստատում եմ, որ այդպես պիտի լինի։ Եթե ինքը առաջ անգամ խփեց ջուրը չեկավ, ինքը պետք է մտածեր։ Սա մեզ է վերաբերվում։ Գիտեք, Մովսեսը անցավ, Մովսեսի ժամանակն անցավ, Մովսեսը հետո եկավ իր ողջ փառքով Հիսուսին պարդեզի մեջ։ Բայց գիտեք, այստեղ ինչն է մեզ սովորեցնում, որ այո, բարգության մեջ որոշումներ պետք չէ կայացնել, դիգ մեկ։ Երկրորդը, այն ինչ որ գիտես, որ սխալ է ու փորձել ես, չի ստացվի։ Մի փորձե երկրորդ անգամ ապացուցելու ինչ որ մեկին, որ այո կտեսնես, որ իմ մոտս կստացվի, առավել եւս Աստծուն մի ապացուցե, որտեղ ապացուցելու բան չունենք մենք Աստծուն։ Ամեն։ Ու հետևանքը շատ դաժան էր։ Ու ինչ էր հետևանքը։ Չես մտնի դու։ Ու դու չես տանի այդ ժողովրդին են խոստացված երկիրը։ Հիմա գիտեք, շատ դեպքերում մարդիկ մտածում են, որ Աստված այստեղ կարող էր Մովսեսին տարբեր ձևով բացատրել, ուղղեր, խրատեր, մինչև հասնել է այդտեղ, բայց չէ, ժամանակներ կա, որ Աստված մեկ բառ է ասում։ Մովսեսին ասեց խոսա։ Ժամանակներ կա Աստված նստում բացատրում է մեզ, որ գիտես ինչ կա, եթե դու այսպես անես սիրելիս, քո մոտ չի ստացվի, հետո մի հատ է փորձես կվնասվեց, հետո որ վնասվար էլի ինձ ես աղոթելու, ես էլի գալու եմ քեզ օգնել, բայց լավ կլինի չանես։ Բայց ժամանակներ կա, որ Աստված մինակ ասելու է՝ մի արա։ Աստված ջան, ինչի չանեմ։ Մի արա։ Այդ խոսքը հերիք պիտի լինի մեզ։ Մի արա։ Ու Աստված այստեղ Մովսեսին մեկ բառ ասեց. խոսա։ Եթե Մովսեսը չէր հասկացին, կարող էր ասել Աստված իմ ինչի մենակ խոսամ, կարելի է խփելով էլ անել, բայց ինքը հասկացել էր Աստված ինչի համար էր ասում։ Եվ արեք գնանք նախավերջի տեղին, Գործ կառակելոց 20-րդ գլուխ և 7-րդ համարը կկարտանք։ Շաբաթվա առաջին օրը, երբ հավաքվել էին հաց կտրելու, Պողոսը խոսում է նրանց հետ, որովհետև հաջորդ օրը գնալու էին, և խոսքը միշտ կեսգիշերին երկարեց, մինչև կեսգիշեր երկարեց, Վերնատանը, որտեղ մենք հավաքվել էինք, բավականաչափ լապտերներ կային։ Եվտիկոս անունով մի երիտասարդ նստել էր պատուհանին և խորը քուն մտել։ Մինչ Պողոսը շարունակում էր խոսել, նա խորը քնով բռնված, տան երրորդ հարկի ցած ընկավ ու նրան մեռած վերցրին։ Պողոսը իջնելով նրա վրա ընկավ ու գիրն առնելով նրան ասեց. «Մի անհանգստացեք, որովհետև հոգին իր մեջ է»։ Այնուհետև վեր ելավ հացը կտրեց, կերավ մինչև առավոտ շատ բաներ և խոսեց և մեկնեց, իսկ պատանին կենդանին բերեցին, մեծապես մխիտարվեցին։ Նայեք մի հետաքրքիր պատմություն։ Այսպես վերցնենք, հա, Պողոսը քարոզում էր, եկեղեցին լսում էր, ու մի մարդ պատանի որյանը Եվտիկոս էր, եկել էր եկեղեցի խոսքը լսելու։ Չէ՞։ Խոսքը լսելու ժամանակ ընկնում մեռնում է։ Այս մարդը մտածում էր եկել էր խոսքը լսելու զորանալու համար։ Չէր մտածում որ գնամ խոսքը լսեմ, կարող է ընկնեմ մեռնեմ։ Չէ՞։ Խոսքը լսելու ընդունելու համար էր եկել ու պատահական խորը քուն մտավ ու ընկավ։ Գիտեք որտեղ էր թաքնված իր խորը քուն մտնելու պատճառը։ Իր նստած ու նայելու տեղից։ Ո որտեղ էր նստած։ Ուշադրություն դարձրեցիք։ Պատուհանի վրա, չէ՞։
Պադուանը մի տեղ է, որտեղ որ մի աչքը դեստեղ է, մի աչքը դենտեղ է։ Պադուանը այնտեղ է, երբ որ դու մենք նայում ես դուրսը աշխարհը, մենք նայում ես ներսը։ Դու եկեղեցու մեջ ես, բայց քո նստելատեղը, քո վիճակը այնպես որ դու երկու կողմից ուզում ես օգտվել։ Գիտեք, երբ որ այսպեսի վիճակ է, անպայման գալիս է քուն, գալիս է թմրություն, գալիս է թուլություն ու հիասթափություն։ Ու ընկնելը շատ մոդ է այդ ժամանակ։ Ավելի լավ է Պադուանից իջնենք, նստենք մեկ կողմի վրա, քան Պադուանի մեջ նստելով, երկու կողմից է նայենք, չէ ես համ էստեղ եմ, համ այնտեղ եմ։ Ես համ աշխարհի մեջ եմ ուզում ինձ լավ զգամ, համ այնտեղ եմ։ Վտանգավոր է սիրելիս։ Խորը քուն կգա մի օր։ Խորը քուն կգա ու սիրելիս բռնող չի եղնի այդ պահին։ Լավը այն էր, որ եկեղեցին այդտեղ էր։ Լավը այն էր, որ եկեղեցին այդտեղ էր ու իր կյանքը փրկվեց։ Բայց միշտ գիտեցեք սիրելիներս, մի աչքով էստեղ, մի աչքով այնտեղը լավ չէ, սիրելիս։ Լավ չէ, գործ չունիս։ Ամեն։ Սիրելիս մենք կանչված ենք, որ հաստատված եղնենք։ Մենք կանչված ենք, որ Տիրոջ մեջ խորը քուն չմտնենք, ոչ թե կորցնենք մեր զգոնությունը, ոչ թե մեր մտքերը հերու սավառնեն, այլ մենք հաստատ մնալով Քրիստոսի մեջ, որտեղ որ այսօր մենք հիմա կանք, նվիրված եղնենք Աստծուն։ Նվիրվիր ամբողջապես սիրելիս։ Նվիրվիր, թե չէ գայտագղությունը շատ է նայելու դուրս։ Գայտագղությունը շատ է հետ վերադարձնելու։ Գայտագղությունը շատ է սխալ ճանապարհի մեջ նայելու համար։ Եթե նվիրում չեղավ Աստծուն, եթե նվիրում չեղավ մեր ուղղության, մեր Տիրոջ խոսքի վրա նայելու, կենտրոնանալու, գայտագղությունը շատ մեծ է ծրվելու սիրելիս։ Ամեն, ու այդ ժամանակ անարտարության հանդեպ ենք սկսում ծուռումուռ նայել, կաշառքին, մյուս, ամեն բաներին սկսում ենք սիրունացնել ամեն ինչ, երբ որ մենք նստած ենք այդ Պադուհանի մեջտեղը։ Ու մենք իրականում մենք շատ անգամ մեր երեխաներին շատ զգուշացնում ենք, չէ, մի կարա էս, մի արա, չէ։ Ամեն անգամ այդ զգուշությունը, զգուշավորությունը անում ենք մի արա, բայց գիտեք շատ լավ է այն է, երբ որ ասում ենք մի արա, նաև կարողանանք շարունակել թե ինչ արա բա։ Ինչ արա։ Ամեն անգամ մենք մեր երեխաներին մենք էլ ենք այդպես մեծացել սիրներս։ Մի արա, այս ինչ անում ես, ասում են մի արա։ Այն անում ես, ասում են չէ, մի արա։ Այն բա ինչ անենք։ Հələ ոչ բան չանենք, ինչ անենք բա։ Ու տեսնում ենք, այո, ծննդոցի մեջ դրա լավ պատասխանը կա, երբ որ Աստված ասեց, ես պարտեզի մեջ դրել եմ ծառներ, այս ծառը, այն ծառը, բոլորը ասում են, որը իմ ծառը է, ասում են, այս ծառից մի կեր, մի արա, մի մոտիկ ծիր։ Ուստի Ադամն ու Եվան կանգնած ասում, բա լավ ինչ անենք։ Աստված ասեց, ինչ անեք, այս ծառից կերեք, այն ծառից կերեք, այն մյուս ծառից կերեք, պարտեզու կենտրոնում դրված, այսին ծառից կերեք, կյանքի ծառից կերեք։ Մենակ ես մեկից մի կերեք։ Այսինքն արգելվածը ավելի քիչ է, քան թույլատրվածը։ Ինչի համար է մարդը գնում ավելի քչի հետևից, ավելի արգելվածի հետևից, այն չթույլատրվածի հետևից, բայց այն ինչ որ իրան կարելի է, թույլատրելի է, բարի է, այդ դրա հետևից այդքան շատ չի գնում։ Որը եկել է ծննդոցից։ Արեք գցենք ծննդոցի վրա, արեք գցենք այն պարտեզի վրա, թե այն ժամանակ որ այդ մտքերը իրանք չունենան, մենք այդ մտքերը չենք ունենա։ Չէ։ Այդպես չէ սիրներս։ Աստված ուղղեց նրանց։ Աստված մենակ նրանց կյանքը չլցրեց արգելքներով միայն։ Աստված ասեց, կարող ես ուտել էս, բայց մի բանի համար ասեց մի արա։ Էս մի բանը մի արա, մնացածը կարող ես անել։ Ու գիտեք, շատ լավ է, որ մենք այո, եկեք կանգնենք մեր ոտքի վրա սիրելիներս եւ եթե կարելի է նվագեք, ես համոզված եմ, որ ամեն մեկը ձեր մտքերի մեջ է հենց հիմա որոշ բաներ հիշեցիք։
Ու գիտեք, իրականում շատ կարևոր է, որ մենք լինելով քրիստոնյաներ ճիշտ օրինակ մեր կյանքերի մեջ ունենանք։ Ճիշտ տեղից սնվենք։ Ճիշտ ուղղությամբ մեր աչքերը դարձնենք։ Որովհետև հետևանքը ամեն դեպքում մենք ենք քաշելու։ Ամեն մեկս մեր գործողության, մեր քայլերի հետևանքը մենք ենք քաշելու։ Ու ցավալի է, այո, Աստծո համար է ցավալի վատ հետևանք, երբ որ տեսնում իր զավակների կյանքի մեջ։ Մեզ համար, բոլորիս համար է ցավալի մեր քույրերի կամ եղբայրների սխալն ու սխալվել ու վատ հետևանք քաշելը։ Բայց գիտեք, շատ դեպքերում, այո, մենք կարող ենք խորհուրդ տալ, կարող ենք այսօր բեմից քարոզել, կարող ենք խրատել, բայց որոշում կայացնելը դու ես քո տեղը որոշում կայացնելու։ Մենք քո տեղը չենք կարող որոշում կայացնել։ Դու իմ տեղս չես կարող որոշում կայացնել, ես քո տեղը չեմ կարող։ Աստված, ես վերջերս մի հատ միտք էի գցել իմ էջիս մեջ, գրել էի. Աստված քեզ կտա ուժ ու իմաստություն որոշում կայացնելու համար, բայց Աստված քո տեղը որոշում չի կայացնի։ Որոշում կայացնողը դու ես։ Իմաստություն է պետք ինչպես կայացնես, Աստված կտա այդ։ Ուժ է պետք, որ համարձակություն գտնես, այն ինչ որ շատ երկար ես ցանկացել, հրաժարվես դրանից, որովհետև իմաստությամբ հասկացել ես, որ սխալ է։ Աստված այդ ուժն է կտա, Աստված այդ իմաստությունն է կտա։ Բայց որոշումը վերջնականը մենք ենք կայացնելու։ Որից էլ կախված է մեր ապագան, մեր ընթացը, շարունակությունը մեր կյանքի, մեր սերունդների կյանքը, այո, ամեն բան կախված է դրանից նաև։ Ինչ ենք մենք այսօր որոշում։ Ինչպիսի սեղան ենք ուզում ունենալ վաղվա մեջ, որի շուրջ կնստենք։ Այսօր դուք որոշել եք գայք եկեղեցի, որոշել եք լսել Աստծո խոսքը, որոշել եք երկրպագել Աստծուն, բայց այս պայից հետո, այս պայից սկսած դուք եք որոշում, թե ինչպես կվարվեք այսօրվա խոսքի հանդեպ, ինչպես կվարվեք Աստծո հետ ձեր փոխհարաբերության հանդեպ, դուք եք որոշողը, սիրներս։ Ու լավ կլինի, իմաստուն կլինի, ճիշտ կլինի, որ որոշենք եւս մեկ քար ավելացնենք մեր աստվածպաշտության վրա։ Լավ կլինի, իմաստուն կլինի, որ մենք մի հոգևոր աստիճան բարձրանանք ավելին։ Լավ կլինի, որ մեր ժամանակ ավելի շատ նվիրենք Աստծուն։ Լավ կլինի, որ մենք մեր առաջ անկեղծ լինելով Աստծուն խոսք տանք, Աստված իմ, ես կսկսեմ քեզ հետ ապրել, ծառայել, օգտակար լինել, քո տան մեջ լինի, տանից դուրս լինի, օգտակար լինել ու ծառայել քեզի։ Որովհետև այս ամենը ունի շարունակություն։ Մենք անցած շաբաթ լսեցինք մեր հովիվը քարոզում էր այն վարձքի մասին։ Վարձքի մասին, որը նույնպես այո մեր որոշումների հետևանքն էր։ Եվ արեք վերջի տեղը կկարդամ, որը բոլորի ինձ թվում է շատ ծանոթ է, շատ հայտնի է, շատ տպավորող է բոլորիս։ Եվ դա Սաղմոսներից որն է։ Ճիշտ եք, Սաղմոս 91։ Սաղմոս 91 ու առաջի խոսքը ասում է։ Ինչ է ասում, ասում է Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը ամենակարողի շուկի տակ է հանգստանում։ Ամեն։ Նայեք, ինչ լավ որ բոլորս գիտենք այս խոսքերը, ինչ լավ որ բոլորս հավատում ենք այս խոսքերին, բայց գիտեք, Բարձրյալի ծածկոցի բանալիները քո ձեռքերիդ մեջ են։ Ինչ իմ ձեռքերիս մեջ են, հա, բանալիները քո ձեռքերի մեջ են, այդ խոնարհության բանալի կլինի, այդ հնազանդության բանալի կլինի, այդ ծառայության բանալի կլինի, այդ նվիրման բանալի կլինի, բայց եթե ուզում ես ծածկոցի տակ մտնես, բաց է այդ դուռը, բանալին քո ձեռքերի մեջ ու քո մոտն է։ Եթե մտար այդ ծածկոցի տակ, Տիրոջ շուկի տակ հանգիստ կաբրես։ Տիրոջ շուկի տակ հանգիստ կվայելես։ Տիրոջ շուկի տակ կաբրիս ու քո շուկի տակ մարդիկ հանգստություն կգտնին։ Ինչ որ Պողոս առաքյալ ասում է նմանվեք ինձ, ինչպես ես էլ Քրիստոսին էի նմանվում։ Այո, սա շատ կարևոր է։ Մենք հասկանանք, որ մենք չենք ապրում միայն մեզ համար։ Մենք կարող ենք ապրել նաև մարդկանց օգուտ տալու համար։ Մենք կարող ենք ապրել նաև
Այն մարդկանց ցանկությունը առաջացնելու համար, որ ասեն, մենք էլ ենք ուզում այդ ծածկոցի տակ մտնել։ Այդ ինչ ծածկոց է, որ դու մտել ես, քեզ հետ մտցրել ես մարդկանց։ Մենք էլ ենք ուզում։ Մենք էլ ենք ուզում այդ կյանքը ունենալ։ Ասում եմ, սիրելիս, բանալին քո ցերկերիդ մեջ արի, տանեմ դրան տեղը ցույց կտամ։ Ինչ պետք է անեմ։ Պիտի ապրեմ Աստծո հետ։ Պիտի խոնարհվեմ իրան ինչքան որ պետք է։ Ոչ թե ինչքան որ ես եմ կարող կամ ցանկանում, այլ ինչքան որ պետք է։ Ես մտածում եմ, որ բոլորս է ուզում ենք Տիրոջ ծածկոցի տակ հանգիստ ապրենք։ Ես մտածում եմ, այո, բոլորս էլ ուզում ենք, որ շարունակություն 91-րդ Սաղմոսի, որ գրված է, Տեր ինձ հովանի կլինի, որովհետև ես իրան ընդունեցի իմ կյանքիս մեջ, իմ աճիցս 1000, ծախիցս 10,000 կընկնեն, բայց ինձ չի մոտենային, ժանդամային, հիվանդություն են, նեդ են, ամեն ինչը, բայց ես Տիրոջ տանը կբնակվեմ, Տիրոջը ինաբավեն արեցի։ Ես գիտեմ, որ բոլորս է շարունակությունը ուզում ենք մեր կյանքերի մեջ ունենալ։ Տերը նաև ասում է, դու պատխաբեր կլինես, դու առատ կյանք ունենաս։ Բայց մենակ դե մի արա, գործ չունես բաներ կա։ Մի արա, բաներ կար, մի փորձենել։ Բայց ինչ չի վնասի, ինչ գիտես, որ չի վնասե։ Ինչ գիտես, որ չի վնասե։ Բաներ կար ժամանակ հետո է երևում իր արդյունքները։ Հենց այդ պահին չի երևում։ Ավելի լավ է չանես ու արդյունքին չսպասես, թե ինչ վատ արդյունք պետք է եղնի։ Ու ծածկոցի տակ բնակություն ունենանք, սիրելիներս։ Եկեղեցին այո այնտեղն է, որտեղ որ դու գալիս ես Աստծո ծածկոցի մասին իմանում ես, Աստծո ծածկոցի հնարավորությունը տեսնում ես, բայց որոշողը դու ես այդ ծածկոցը կընդունես կյանքիդ մեջ, թե չես ընդունել։ Մի խորհուրդ, լավ է ընդունես։ Մի խորհուրդ, օգտակար է որ ընդունես։ Մի խորհուրդ, համ Աստված ուրախ կեղնի, համ մենք ուրախ կեղնենք, որ ընդունենք։ Ամեն։ Եկեք խոնարհեցնենք մեր գլուխները ու ամեն մեկս գիտենք մեր կյանքերի մեջ ինչ ենք արել, որ Աստված ասում է մի արա։ Ինչ ենք արել, որ Աստված ասում է չպետք է անեիր։ Ինչ ենք արել, որ գիտենք, որ հագարակ է, բայց արել ենք։ Արեք ամենաառաջինը դրանից ապաշխարենք։ Արեք առաջինը դրա այդ հագարակության մտքերից ու ոգուց այդ ամեն ինչից ազատագրվենք, որ չէ ես պետք է անեի, չէ։ Հայր Հիսուսի անունով շնորհակալ ենք Տեր, որ դու ես Տեր կյանք տվել Տեր իմ Աստված, որ դու Տեր իմ արկա արտարի ոչ թե ման ես ուզում, այլ կյանքն ես ուզում Տեր, դու ես Տեր իմ արկա, որ ողորմած ես, կտած ես, Տեր ներող ես, բազմավորում ես, եւ այսօր մենք Տեր գիտենալով, որ Տեր իմ արկա ինչի մեջ, որ դու մեզ արկելել ես, դու մեզ հերու ես պահել, դու մեզ համար մեզ խնայելով Տեր իմ արկա զգուշացրել ես, բայց մենք Տեր չենք հնազանդվել, բայց մենք Տեր իմ արկա հագարակվել ենք, բայց մենք Տեր չլսելու ենք տվել ու արել ենք Տեր ու հետևանքեր ենք ունեցել։ Կխնդրենք, որ Տեր իմ արկա ողորմես Տեր իմ Աստված, ներես ու վերականգնես Տեր Հիսուսի անունով։ Մենք հրաժարվում ենք ամեն հագարակ մտքերից, ամեն հագարակություններից, անհնազանդության մտքերից Հիսուսի անունով։ Թող կա Տեր ես վայրի մեջ, ամեն մի Տեր քեզ սիրողների կյանքի մեջ Տեր հնազանդությանդ հոգին Տեր իմ Աստված Հիսուսի անունով հնազանդությանդ հոգին Տեր թող մեզ լցնի Տեր իմ Աստված որ մենք ամբողջությամբ թաթախված լինենք քո սուրբ հոգու մեջ Տեր եւ ինչպես որ դու կամենաս մենք այդպես վարվենք Տեր եւ ինչ որ դու ասես մենք այդպես անենք Տեր սա լինի Տեր իմ արկա քո երեսի ուրախությունը Տեր չնայենք այն իրավիճակներին որոնք որ արդեն մեռած են չնայենք ու չկենտրոնանանք այն իրավիճակներին որոնք որ Տեր անպատղատու են եւ անօգուտ են Տեր այլ նայենք դեպի քեզ Տեր իմ Աստված որտեղից է մեր զորությունը որտեղից է մեր բժշկությունը որտեղից է մեր առողջությունը որտեղից է մեր հաղթանակները Տեր Հիսուսի անունով եւ Տեր կարողանանք նվիրվել ամբողջապես Տեր իմ Աստված եւ երբ որ դու ասես մի արա
Մենք մի բառ ասենք Տեր, ամեն։ Մենք մի բառ ասենք Տեր, այո Տեր։ Հիսուսի անունով։ Եվ Տերի մարգա թող քո ծածկոցը գա մեր կյանքերի մեջ։ Թող Տեր այդ ծածկոցի զորությունն ու պաշտպանությունը լինի Տեր քո եկեղեցու վրա, քո ժողովրդի վրա, ամեն մեկիս ընտանիքների վրա, ամեն մեկիս ընտածքի վրա, Հիսուս Քրիստոսի անունով։ Տեր դու ես Տեր, որ հոգ ես տանում մեզ համար։ Հիսուսի անունով շնորհակալ ենք Տեր։ Հիսուսի անունով շնորհակալ ենք Տեր։ Հիսուսի անունով շնորհակալ ենք Տեր։ Եվ բոլորս ասեցինք ամեն։ Փառք Հիսուսին։